ընդհատենք այստեղ։ Հավաքչության արդյունքում առարկաները միջոցից վերածվում են նպատակի։ Ստեղծվելով իբրև փոստային մարման միջոց, նամականիշները կարճ ժամանակում դարձան հավաքչության առարկա և հավաքչական մոլուցք, աշխարհով մեկ այնպես համակելով ամենատարբեր մասնագիտության ու կարողության տեր մարդկանց, որ հավաքչության նկատառումով նամականիշներն սկսեցին թողարկել ավելի ու ավելի գրավիչ և էսթետիկ տեսք ու ձևավորում հաղորդելուն հետամուտ։ Նամականիշների հավաքչությունը դարձավ ոչ միայն ամենալայն տարածում ունեցող զբաղմունքը, այլև հավաքչության այն եզակի տեսակը, որ առանձին գիտակարգային ուսումնասիրության նյութ դարձավ, գիտակարգ, որ կոչվեց ֆիլատելիա։ Ուրեմն սա առաջին նամականիշն է, ընդհանրապես առաջինը, աշխարհի առաջին նամականիշ, սա կոչվում է Սև Պեննի, այսինքն ունի իր սեփական անձնանունն ունի։ Ուրեմն Սև Պեննին տպվել է 1840 թվականին, այսինքն շուտով 200 տարին անդրանալով, և ընդամենը եղել է 12 կլիշե, որոնցից որ տպել են այս նամականիշները։ 12 կլիշե և ամեն մեկի վրա 240 նամականիշ։ Եվ եթե ուշադրություն դարձնենք այստեղ անկյուններում, փոքրիկ տառեր կան։ Այդ տառերը կոդավորում են կամ նշանակում են, թե որտեղ է եղել տվյալ նամականիշը կլիշեի վրա, ուղղահայաց և հորիզոնական տառերով, այսպես տեղը կարելի է գտնել։ Դեռ 1653 թվականին Փարիզում Ոմն դե Վիլայե փոստային ծրարների վրա որոշում է թղթե պատկերանշաններ փակցնել։ Հայտնի է անգամ դրանց հավաքորդներից մեկի Ջոն Բուրկեի անունը։ Վերջինս գերբերով էմբլեմները զետեղում էր գրքում, որն էլ հաճախ նամականիշների առաջին հավաքածուն են համարում։ Բայց ժամանակակից նամականիշի առաջին նմուշը, որից հետո այն լայն կիրառում ու տարածում գտավ, թե իբրև փոստային մարման միջոց, թե իբրև հավաքչության առարկա, Սև Պեննին է համարվում։ Թագուհի Վիկտորիայի պատկերով, որ 1839 թվականին նամականիշի ձևավորման համար հայտարարված մրցույթին մասնակիցներից մեկը Բենջամին Չևերտոնն էր առաջարկել։ Առաջարկ, որ ընդունվել էր խանդավառությամբ, քանի որ կեղծել թագուհի Վիկտորիայի Ուիլյամ Սուայոնի փորագրապատկերը հնարավոր չէր։ Ավելի ուշ 1847 թվականին ԱՄՆ-ում 5 ցենտանոց նամականիշի վրա հայտնվեց Բենջամին Ֆրանկլինի, 10 ցենտանոցի վրա Ջորջ Վաշինգտոնի դիմապատկերը։ Առաջի կարելի ասել այդ գաղափարը, որ նամակը պետք է մի տեղից տեղափոխվի մի այլ տեղ եւ դրա համար պետք է գումար ծախսվեր, ասենք այն միջնադարում, դրա վրա որը ձև պետք է արտահայտվեր, ասենք այդ գումարը ծախսվեր, ասենք այդ նամակը ուղարկող այս փողը տվել է, էլի։ Առաջի անգամ Լյուդովիկոս 14-րդի ժամանակ, կարծեմ 17-րդ դարում այդ նամականիշի գաղափարը որ եկավ, որ այն ժամանակ ժապավեն էր, որ ժապավենը փաթաթում էին, որ նամակ տեղափոխողը ժապավենը տեսնի, իր համար ընթերնել լինի, թե այս նամակի համար վճարած է։ Բայց դա քանի դեռ չէր դարձել միջազգային, այսինքն եթե մի երկրից մյուս երկիր պիտի գնա, նրանք պետք է ընդունեն, որ այս նամականիշը, որ այսինչ երկրից եկել է, քո համար է ընդունելի, համար մի քիչ ավելի ուշ այդ բանը միջազգային բանը ստացավ, կարծեմ 19-րդ դարում անգլիացիների կողմից սկսվեց առաջի այդպես նամականիշը հրատարակվեց ու ստեղծվեց այդ նամականիշների ոնց որ փոստային համաշխարհային միություն, անունը կարող ճիշտ չասեմ, բայց էություն դա էր, որը մեկը մյուսի նամականիշը ընդունում է։ Ու իմ համար օրինակ նամականիշը պետականության սիմվոլներից մեկն է, որովհետև ասենք եթե պետություն չկա, ասենք անկախություն չկա, պետականություն չկա, նամականիշ էլ չկան։ Սկզբից օգտագործում էր իհարկե ռուսական նամականիշները, որովհետև մինչև Հայաստանի անկախությունը Հայաստանի տարածաշրջանում օգտագործում էր ռուսական նամականիշները որպես հաղորդակցության միջոց ցարական Ռուսաստանն էր իհարկե։ Հայաստանը կազմում էր ցարական Ռուսաստանի մի մաս այն ժամանակ։ Դրանից հետո քանի որ ժամանակ, չգիտեմ, այդ ռեսուրսներ չկար, ռուսական նամականիշների վրա հայկական էմբլեմներ էին խփում պեչատով եւ տտարերը, որպեսզի դրանով ճանաչելի դարձնեն, որ սա մերն է, ոչ թե ռուսականն է։ Դե պարզ այստեղ արդեն առաջանում էր մի բան, որ դու ռուսական նամականիշը առնես եւ նոր դրա վրա, ասենք, այդ բաները խփես, հոդել ոնց որ ժամանակավոր լուծում էր որպես։ Հետագայում
19 թվականին Փարիզում պատվիրեցին հայկական նամականիշ եւ այնց արատի տեսքով, չգիտեմ, արծիվը օծի գլուխ էր կտրում ինչ-որ նկարվածքներով, այնց ազգայնական թեմաներով, բավականին հետաքրքիր տեսքի նամականիշներ պատվիրվեցին, մինչև 20 թվականը պատրաստվեց, արդեն պետականությունը կորցրեցինք։ Առաջին նամականիշները տևական ժամանակ միագույն, լավագույն դեպքում երկգույն էին, եւ առաջին նամականիշից 100 տարի անց միայն սկսեցին տպագրվել գեղանկարչական բնօրինակները լիարժեքորեն վերարտադրելու հնարավորություն ընձեռող առաջին լիագույն նամականիշները։ Նամականիշներն ի հայտ եկան գրահրատարակչության ոսկեդարում, երբ գրքերն աննախադեպ տպաքանակներով էին տարածվում, ընթերցողական ավելի լայն զանգվածներ նվաճելով, բայց մարդկությունը, որ առաջին անգամ զանգվածային կերպով սկսում էր ընթերցող դառնալ, դեռ սովոր էր աշխարհը պատկերներով ընկալել ու ընթերցել։ Եվ սա ըստ էության նպաստեց, որ Գուտենբերգյան ոսկեդարում տպագրության շնորհիվ պատկերակիր մակերևույթը բացիկի ու նամականիշի տեսքով ոչ միայն իր ինքնուրույն կյանքի իրավունքը, այլև լայն տարածում նստանա, եւ քանի որ նամականիշներն իրենց գողտրիկ չափերի շնորհիվ անհամեմատ ավելի գրավիչ էին, հենց դրանք էլ ավելի լայն տարածում ստացան։ Եթե գեղանկարչության մեջ homo legens-ի, այսինքն ընթերցող մարդու կերպարն ավելի շատ ներկայացվում էր երիտասարդ կնոջ կերպարով, ապա հավաքորդի հավաքական կերպարը կարելի է ասել ծերությունը նամականիշների զննությամբ անցկացնող տղամարդն է, ինչպես օրինակ ուշ վիկտորիական շրջանի անգլիական ակադեմիզմի ներկայացուցիչներից մեկի Չարլզ Սփենսլիի, ում սիրած կերպարն առհասարակ ինչ-որ բան զննող, ընթերցող կամ մտորող ծերունին է, նամականիշ հավաքողը ազգությամբ գերմանացի չիլիաբնակ Կուրտ Բրուկներ Էխտերմայերի նույնանուն կամ Հանս Ֆենգերի ֆիլատելիստը կտավներում։ Շրջանը շատ լավ նկար ունի, իտալահայ ամենահայտնի նկարիչը Գրեգորիո Շրջան ունի ռեալիստական ոճի, այդ շատ լավ նկարիչ է, ունի մի հայտնի նկար, որը նույնիսկ Կուբայի նամականիշ կա դրանով, ֆիլատելիստը կոչվում է, այդ դա արի գտնել, ես ունեի ժամանակին, սենց այդ խոշորացույցով մի հատ բիծուկ կա, երևում է, որ տենց կոլեկցիոները իր նստած ինչ-որ նայում է մի հատ նամականիշ։ Հիմա ինչ վերաբերվում է գեղանկարչությանը եւ ձևավորմանը նամականիշի, գիտեք հսկայական էտապներ են անցնում, դեռ մինչև նկարելը, մինչև դիզայնին անցնելը։ Օրինակ, եթե խոսքը գնում է ինչ-որ մի հանրահայտ մարդու մասին, շատ հավանական է, որ նկարիչը, դիզայները ինքը լավ չճանաչի նյութը։ Բնական է ինքը պետք է հանդիպի, եթե դա գրող է, ապա գրականագետների հետ, եթե դա նկարիչ է, ապա անպատասխան մասնագետի հետ, որպեսզի հենց ամենասկզբից նա հասկանա ինչի մասին է խոսքը գնում։ Կան թեմաներ, որտեղ դու պետք է առաջնահերթ ինքդ ուսումնասիրես սկզբից, հետո նոր գնաս, ասենք գիտնականի մոտ, եթե խոսքը գնում է օրինակ ինչ որ գիտության, օրինակի համար աստղագիտության մասին։ Գեղանկարչությունը նամականիշներում ամենատարածված ու պահանջված թեմաներից է, այնքան որ հավաքորդները հնարավորություն ունեն առանձին, նույնիսկ գործնականում անհամալրելի հավաքածուներ կազմել, թե գեղանկարչության տարբեր ուղղությունների, թե առանձին նկարիչների վերաբերյալ։ Եթե առաջին նամականիշների ձևավորման համար իբրև պատկեր օգտագործվում էին փորագրանկարներ, ապա լուսանկարչության, կինոյի, հեռուստատեսության, այդուհետ նաև համակարգիչների հայտնագործմամբ, երբ մարդկությունը Գուտենբերգի դարաշրջանից կարծես թե կրկին դարձ կատարեց դեպի պատկերի դարաշրջան, նամականիշների ձևավորման համար ավանդականից զատ լայնորեն սկսեցին կիրառվել նաև պատկերման նորագույն միջոցները՝ լուսանկարչությունը, կադրեր ֆիլմերից, համակարգչային ձևավորում ու եռաչափ գրաֆիկա։ Հետաքրքիր է, որ բանի տեխնոլոգիան էլ է, ասենք ներմուծվել նամականիշների դիզայնի մեջ, օրինակ ինձ դա դուր է գալիս, որ հիմնական նամականիշներ, որոնք ասենք QR կոդով են, չգիտեմ, օրինակ մենք էլ թողարկեցինք Արուն Բաբաջանյանի նամականիշ, որը իրական QR կոդ, երբ որ հեռախոս պահում ես վրան, Արուն Բաբաջյանը նվագում ինչ-որ
կամ ասենք ֆիլմերին վերաբերող նամականիշներ, որոնց էլի դեպքում պահում ես QR կոդը հեռախոսի վրա ու ֆիլմից ինչ-որ կադր է հայտնվում եւ այլն։ Հետո նամականիշներ կա, որ հատուկ տեքստուրա ունեն, ասենք այնպես թղթային բան չունեն, որ գորգերի նամականիշներ կա, գորգի ֆորմայով ձեռքես տալի իսկական գորգի նյութոնի էլի տեքստուրա ունի։ Տեսել ես նամականիշ ռուսներն են դրանք թողարկում, իրենց ուրեմն եղանկարիչներն են, փոքր էսպես կտավ է եւ ձեռք ես տալիս կտավի օրինակներից մեկն է տեսել եմ, հա։ Այս մանրանկարիչները Որտեղ սա մեծ է։ Բայց դի սկսվում արդեն մանրանկարությունը։ Ես ընտես մանրանկարները սա էլ բանն է։ Գրքերն են։ Ատառը, անի գտառը, դες սա գն։ Էսի անա, ուրաստե լիքը այա, լիքը այերն է։ Էտառը, ծտառը։ Այդ կոլեկցիան շատ լավն է կոլեկցիան։ Ես մտածում եմ թե որտեղ այդ կոլեկցիան հետարքիր է Ալբերտ Ջուրերի կյանքը։ Սա առաջի պարագրաֆն է։ Այստեղ գրված է, սա այս կարտ մաքսիմումն է, սա Մարկեն Ջուրերն է, իր ծնված տունն է Նյուրնբերգում, սա էլ իր մարկի համապատասխան կնիքը։ Սա է իմաստը, կարտ մաքսիմումը սա է։ Հիմա տեսնենք ինչ է գալիս։ Առաջինը վերաբերում է Ջուրերին։ Ինքը ծնվել է Երբ Գերմանիայում ծնվել Նյուրնբերգ քաղաքում եւ այս էլ իր տունն է, այս էլ իր համապատասխան կնիկներով սերուն սարքած։ Ով է ինքը։ Ինքը ես ներկայացրել եմ։ Ինքն է Ջուրերն է, հերն ու մոր հետ միասին։ Այս էլ իր ընտանիքն է։ հոր եւ մոր նամականիշներն են կա։ Հորը, էսի հայրն է, մայրն է, էս ինքն է, սա էլ իր ընտանիքն է, սա էլ իրանց ընտանիքի գերբն է։ Ջուրերի նկարն է այստեղ։ Սա եւ սա տարբեր են։ Մարկիկը տարբեր են։ Նյուրնբերգ, Գերմանիա, ու ինքը նկարում է Քրիստոսի չարչարանքները։ Այսի Քրիստոսի չարչարանքներն են այստեղ նկարածները։ Մարկիկը։ Էս էլ է Քրիստոսի չարչարանքներն են։ Մենք խոսում ենք այն մասին, որ նամականիշեն տպավորությունը չի փոխանցում ինչ, ասենք, ալբոմում վերարտադրված նկարը, բայց ըստ իս օրինակ նամականիշը ավելի գրավիչ է նրանով, որ ավելի մոտ է կարծես բուն գործի մանրակերտը լինի, որտեղ եւ շրջանակի մեջ է առնված գեղեցիկ, մենք կարող ենք տեսնել, չէ՞, նամականիշներ, որոնք կարծես թե այդպես գեղեցիկ շրջանակի մեջ են առնված։ Եվ եթե շրջանակի մեջ էլ անգամ առնված չեն, ապա գոնե ասենք այս ատամները, չէ՞։ Գիտես, Այդ տպավորությունը ստեղծում են։ ինքը առանձին է։ Այսինքն նամականիշ ինքը առանձին, ինքը գրքի ինչ-որ իմաստ չի։ Եվ դրանով ինքը ինքնուրույն կյանքով է ապրում եւ գուցե հենց այդ ինչ-որ ավելի խորհրդավորություն ունի իր մեջ։ Գուցե հենց այդ պատրանքը, որ ինքը հենց այդ Գեղանկարին նկարը ավելի մոտեցնում է, այդ զգացողությունը կա, այո, ինքը առանձին է։ Եվ ալբոմն էլ ըստ էության պատկերասրահ է հիշեցնում։ Այո, ինքը կաշկանդված չի գրքի կազմով, գրքի ֆորմատով, սահմաններով, տեքստով, այդ առումով ինքը ինքնուրույն կյանքով ապրում է։ Մենք նայում ենք լուսանկարին։ Փորձում ենք պատկերացնել տվյալ լուսանկարը ինքը ոնց կերևա նամականիշի վրա։ Նամականիշի կամ գեղաթերթիկի Գեղաթերթիկը երևի դուք պատկերացնում եք ինչա դա նամականիշ է, բայց նաև ունի թերթիկի վրա նամականիշ է, որտեղ դու կարող ես այդ թեմային շարունակություն տալ։ Իսկ կինոռեժիսորի դեպքում դա երևի թե պարտադիր է, ինչու, որովհետև էլի այդ նույն խնդիրի առաջ են կանգնելու, եթե մենք ուղղակի դնենք ռեժիսորի նկարը եւ չլինի ոչ մի կադր իր ֆիլմից, չլինի ոչ մի բան հուշող, որ այդ մարդը կինոյի հետ կապված է, ապա էլի ոչ մեկ չի հասկանա։ Իսկ մեր նամականիշները անում են ոչ միայն հայկական աուդիտորիայի համար, նա գնում է ամբողջ աշխարհով։ Երևի մոտ 30 տարի առաջ այն ժամանակ իհարկե նամականիշներ հավաքում էի, բայց որոշեցի ուրեմն անցնել կինոյի թեմայի, ինչու։ Շատ էի սիրում կինո։ Այցելում էի ռեժիսորներին, գրանցում էի մոտից հայտնի դերասաններին, կարդում էի, գրականություն էի առնում, ուրեմն կինոյին վերաբերյալ։
մի քանի անգամ գնացել եմ Մոսկվայի կինո փառատոնն եմ ներկա եղել նայել եմ։ Իսկ քանի որ նամականիշներ էի հավաքում, որոշեցի նաև ուրեմն կինոյի վերաբերյալ նամականիշներ հավաքել։ Այդ ժամանակ շատ քիչ էին այդ նամականիշները։ Բայց կամած իրեք ինձ այսպես ալիքի պես եկավ լցվեց։ Քանի որ ինչու են հավաքում մարդիկ նամականիշ, հավաքում են որ ցուցադրեն, ուրիշներն է տեսնեն։ Եվ պատմեն, նամականիշներով պատմեն ոնց որ պատմությունը կինոյի։ Դե քանի որ այդ նամականիշները շատ են, ես առաջի հերթին որոշեցի հայկական կինոյին վերաբերող ուրեմն ստեղծել մի ցուցանմուշ։ Մի հատ ունեմ, հեսա ցույց կտամ ձեզ, դա էր վերաբերվում է վաղ շրջանին կինոյի, կոչվում է կինո աշխարհի հայ ազգի գործիչները։ Այսինքն նորից եմ ասում, գործիչները դրանք ովքեր առնչվել են կինոյի հետ։ Այ տեսեք, այ ինչից է սկսում։ Այ տեսեք, ես ցուցադրել եմ էլի Էդիսոնին, Լյումիեր եղբայրներին, հա։ Եվ սա ինչպես է, ուրեմն մեր նամականիշը, այդ գնացքը որ գալիս է, սա Հավրամյակին նվիրված է։ Հերթականությունը ոնց է տպվել, այսենց հերթականությամբ տպվել է եւ եկել է վերջնական տեսքի։ Ուրեմն Կապուցինոկ բուլվարում առաջի ցուցադրության ժամանակ տեղեկություն կա, որ Հրաչյա Աճարյանը ներկա է եղել, դրա համար իր պատկերը այստեղ ցույց եմ տվել։ Էդիսոնը ցուցադրել էր կինո մեկ հանդիսատեսի համար։ Ուրեմն նայում էին մեծ տուփեր, տուփում շարժվող, ուրեմն իրանք ունեին էլի ժապավեն, որը նույնպես ցույց էր տալիս ֆիլմի պես բան։ Արկղա, այդ արկղի մեջ այդ ամբողջ բանը սարքավորը մկա եւ օկուլյարը մի աչքով նայում է մեջը շարժվող լենտաները։ Եվ որոշում կայացվեց Անրի Վերնոյին նկարել, քանի որ այդ տիպաժը թույլ էր տալի։ Կան տիպաժներ, որոնք թույլ չեն տալի։ Օրինակ, Հենրիկ Մալյանը, որը շատ քիչ հաջողված լուսանկարներ ունի։ Կան մարդիկ, որ ընդհանրապես չէին լուսանկարվում։ Շատ դեպքեր են եղել, որ մենք չենք կարողացել ճարենք նորմալ լուսանկար։ Հենրիկ Մալյանի ամենահայտնի նկարը, որը կա, երբ որ ինքը ձեռքը sense դրածա, չէ, դա ինչքան էլ դու նկարես, ինչքան էլ փորձես նմանատիպ նկարել, չի ստացվի այնպես, ինչպես ստացվեց նույն Անրի Վերնոյը, որը ուներ շատ լավ լուսանկարներ։ Եթե դու պետք է նկարես գիպերռեալիզմի ոճով, ապա իմաստ չկա։ Գիպերռեալիզմը ինչ հայրանից ներկայացնում։ Դա ես իհարկե կվախենամ ինչ որ վիրավորեմ ինչ որ մեկին, ով որ նկարում է հենց այդ ոլորտում, բայց դա ավելի շուտ, ինչ ասեմ, տրյուկ է։ Դա ավելի շուտ պինդ ձեռք է եւ շատ սուր աչք է։ Եվ եթե դու քեզանից ոչ մի բան չես դնում, ապա դու ուղղակի շատ լավ տրյուկ ես անում, դու անում ես այն ինչ որ դու տեսել ես մեկին մեկ։ Դա իհարկե սխալ է։ Եթե դու փորձում ես քեզանից ինչ որ բան ավելացնես, ապա դու պետք է ունենաս նյութ, պետք է շատ նյութեր ունենաս քո ձեռքի տակ։ Իսկ ես նորից եմ կրկնում, ոչ բոլոր մարդիկ են սիրել նկարահանվել, նո նկարվել ֆոտո ունենալ, ասենք նույն Փարաջանովը, որ վերցնես, այո, ինքը շատ բազմաթիվ լուսանկարներ ունի, եւ բնական է մենք օգտագործեցինք հենց լուսանկար, մենք չնկարեցինք իրան։ Նամականիշների հավաքչության թեման կինոյում օգտագործվել է գերազանցապես դետեկտիվ, լրտեսական, երբեմն նուար ժանրի ֆիլմերում, հիմնականում որպես նամականիշների կամ հավաքածուի ձևով պահված կարողության կամ հարստության սիմվոլ։ Անրի Վերնոյի Սիցիլիական կլանը ֆիլմում Ալեն Դելոնի կերպավորած հերոսը ոստիկանության ձեռքից իրեն ազատելու դիմաց մաֆիայի սիցիլիական կլանի պարագլխին, որի դերակատարը Ժան Գաբենն է, նամականիշների չափազանց թանկարժեք հավաքածուով է փոխհատուցում։ Հատկապես 50-60-ականների կինոյում քիչ չեն դետեկտիվ կամ լրտեսական ֆիլմերը, որոնցում կամ սպանության շարժառիթը, կամ հանցանշանը, թանկարժեք նամականիշը կամ նամականիշներն են։ Սթենլի Դոմենի հանելուկը ծաղրանմանակում է նման լրտեսական դետեկտիվների կլիշեները,
զավեշտալի եւ գրեթե абսուրդ հանգուցալուծում տալով $1/4 միլիոն կարողությունը նեղ խմբում իրար մեջ որոնող եւ մեկը մյուսին յուրացման ու խմբի անդամների հերթական սպանության մեջ կասկածող գործակալական ցանցի գլխապտույտ արկածներին։ Այն, որ առաջինն սպանված գործակալներից մեկի կողմից թաքցրած հարստությունը բոլորի աչքի առաջ է եղել, ծրարին փակցված 3 թանկարժեք նամականիշի տեսքով բացահայտվում է երեխայի միջոցով։ Ըստ երևույթին, այլ արժանինքներից զատ ֆիլմին Էդգար Պոյի մրցանակ շնորհելու որոշման մեջ դեր է խաղացել այն, որ Սթենլի Դոմենը կիրառել է դետեկտիվ ժանրում առաջին անգամ Պոյի կողմից գողացված նամակը նովելում կիրառված հնարքը։ Այն է ամենալավ թաքստոցը, որը ոչ մեկի մտքով չի անցնում, ամենաակներևն ու բացահայտն է։ Նամականիշը լրտեսական ֆիլմերում օգտագործվում է նաև որպես տեղեկությունների ծածկագրման միջոց։ Նամականիշների հավաքչության մասին գրված անկասկած լավագույն գեղարվեստական ստեղծագործություններից մեկում չեխ գրող Ֆրանտիշեք Լանգերի ֆիլատելիստական պատմվածներում հանճարեղ ֆիլատելիստ կռալը բարեկամ երկրի ազգային անվտանգության ծառայությանն օգնում է գաղտնաձեռցել փոստային ծրարների վրա փակցված նամականիշներով ծածկագրերը։ Դետեկտիվ վեպերի նվիրված նամականիշներ Ընտրեմ Շերլոք Հոլմսը, սրանք այս 3 նամականիշները շատ դժվար եմ գտել, վաղուց փնտրում էի այս նամականիշները, Սան Մարինոյի թողարկած 3 նամականիշները, Էդգար Ալան Պո, Արթուր Կոնան Դոյլ եւ Ռայմոնդ Չանդլեր։ Ասեք ինչ գեղեցիկ նամականիշներ են։ Այստեղ առանձին Նիկարագուայի թողարկած նամականիշներ հերոսներով, գրքի պատկերն է եւ հերոսները Շերլոք Հոլմս եւ մյուս նշանավոր խուզարկուները։ Այստեղ շատ եմ սիրում սրանք իմ առաջին նամականիշներից են, դետեկտիվների հերոսներ, նշանավոր հերոսներ, Շերլոք Հոլմս, Ագաթա Քրիստի, եւ Միկա Վալտարի։ Սրանք սարսափ գրականությանը նվիրված նամականիշներ են։ Խնդրեմ Ֆրանկենշտայնին նվիրված նամականիշներ։ Այս պատկերազարդումները արդեն համակարգչային գրաֆիկայով են արված։ Դրակուլային նվիրված ռումինական նամականիշներ, առանձին կերպարներ, Դրակուլա, Ֆրանկենշտեյն, Դոկտոր Ջեքիլ եւ 3 հոլանդացի հեղինակ, որոնցից 2-ը սարսափի հեղինակներ են, Թոմաս Օուենը եւ Ժան Ռեյը։ Ժուլ Վերնին նվիրված նամականիշներ, դարձյալ շատ գեղեցիկ։ Ամենավերջին թողարկվածը սա 80 օր աշխարհի շուրջը նամականիշներ եւ իմ ամենավերջին գնումը, պես համաշխարհային գրականության նամականիշներից, այսպես 80 օր Ժուլ Վերնի 80 օր աշխարհի շուրջը նվիրված վեպին նվիրված նամականիշներ են։ Ֆիլատելիայի թեմայով առաջին գեղարվեստական ստեղծագործությունը Դիքենսի 1863 թվականի All the Year Round ամսագրում լույս տեսած Զարմիկիս հավաքածուն պատմվածքն է, որտեղ Դիկենսը նկարագրում է վերջին շրջանում մարդկությանը համակած մոլուցքը։ Դրանից հետո ֆիլատելիայի թեմայով բազմաթիվ պատմվածքներ, պիեսներ ու վեպեր են գրվել ու տպագրվել, թե ֆիլատելիստական հանդեսներում, թե առանձին ժողովածուներով։ 1899-ին Բորեգարի եւ Դե Գորսեի համահեղինակությամբ հազվագյուտ նամականիշներ որսացող 2 երիտասարդ եւ մեծահարուստ ամերիկացի ֆիլատելիստների շրջագայությունների եւ արկածների մասին պատմող նամականիշների արքան վեպը ֆիլատելիստական բելետրիստիկայի մի ամբողջ նոր ալիք բերեց։ Թեմա, որի հանդեպ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում նաև այնպիսի տաղանդավոր գրողներ, ինչպիսիք օրինակ Ռոբերտ Գրեյվսն էր,
որի Անտիգուա Պեննի կարմրաշագանակագույն սոցիալ-քաղաքական երգի ծավեպի առանցքում քրոջ ու եղբոր միջև նամականիշի ձեռքբերման համար մղվող պայքարն է։ Նամականիշների հավաքությանը մեծ թվով էջեր են հատկացված լավագույն կին վիպասաններից մեկի Այրիս Մերդոկի Բրունոյի երազը վեպում, որի անկողնում գանված հերոսը օրվա զգալի մասն իր հավաքածուն զննելով է անցկացնում եւ խղճահարության արժանի է համարում նրանց, ովքեր առողջ են եւ ունեն հավաքածու, բայց դրանով պարբերաբար հիանալու ցանկություն չունեն։ Նա դրանք պահում է ոչ թե ալբոմում, համոզված որ կլասերները վնասում են նամականիշները, այլ զարդատուփի մեջ եւ ապարդյուն կերպով նամականիշների նոր պահուստ օրինելու ուղղությամբ է մտորում։ Դե հիմա նամակ հասկացությունը, որ մեջտեղից դուրս է եկել, ինձ թվում է կամաց կվերանա այդ մոլուցքը, որտեվ ես ոնց եմ սկսել նամակներից, այսինքն հայրս հարյուրներով նամակներ էր ստանում աշխարհից մեկ, ընդ որում բոլորին պատասխանում էր։ Եվ նրան գալիս էին այդ սիրուն փոքրիկ բաները, լուսամուտիկները, էլի, որ լուսամուտ է իսկապես, էլի բացում է ինչ որ ուրիշ աշխարհ։ Ու դրանք տենց գրավում է։ Thousands of colored windows into time and space։ Հա։ Ինչն աս։ Այս դրա մասին է խոսքը։ Ու տենց իսկ հիմա երեխեքը տենց բան չեն տեսնում։ Իրանց այդ լուսամուտը ձեռքին բռնած է արդեն, բութ մատերով աշխատացնում ես։ Հազարապատիկ ավելի բաների ես մատույց ստանում։ Էլի նամականիշ։ Ժամանակին, երբ ֆիլատելիան խրախուսվում էր մանկության եւ պատանության շրջանում եւ նամականիշները դեռ բորբոքում էին մանկական երևակայությունը, թեման տարածված էր նաեւ մանկապատանեկան գրականության եւ կինոյի մեջ։ Նամականիշները կամ գանձերի թաքստոց գտնելու հուշումներ են, ինչպես Սպիլբերգի Էրժեի Տինտինի արկածների մասին պատմող կոմիքսների հիմամբ նկարահանված ֆիլմում, կամ այլ աշխարհների վրա բացվող մոգական դռներ, այսպես կոչված պորտալներ, ինչպես Հնարամիտ Թոմին եւ Ճամփորդություն նամականիշներով ֆիլմում, որի հերոսները նամականիշի մեջ մտնելով Կանադայից տեղափոխվում են Չինաստան ու Ավստրալիա։ Thousands of colored windows into time and space, այսինքն հազարավոր գունագեղ լուսամուտներ, որ բացվում են ժամանակի ու տարածության մեջ։ Հատկապես այն գրքերում են վեպերում, որտեղ հերոսների պատանեկան տարիքի շուրջ ինչ որ արտարդումներ կան, հետաքրությունների մանկական պատանեկան, հապանցիկ միշտ, չասեմ միշտ, լավ, բարբերաբար իշտակման, որ նաև նամականիշներ էին հավաքում, գիտեմ, ես ինչ բանով էին տարված, ինչ բանով էին տարված, բայց այն որ նամականիշը որպես երևույթ, նամականիշ հավաքելը որպես երևույթ դառնա հենք որևէ ստեղծագործության համար եւ, չգիտեմ, սյուժեն, գաղափարները, մոտեցումները դրա շուրջ կառուցվի, ես ընդհանրապես մի դեպք գիտեմ, այն էլ էս վերջերս է ստեղծվել Ռաջ Սարիբեկյանի, այսինքն քո պատմվածքը, հա, թիթեռներ փոստային նամականիշների վրա եւ երբ որ այդ պատմվածքը առաջին անգամ կարդացի, դե մեջը շատ նոստալգիա կա, չէ՞, այդ պատմվածքի ընդհանրապես ինքը նոստալգիկ շերտով գրած պատմվածք է։ Ես ավելի շուտ այդ պատմվածքի ծնունդը կապեցի այն փաստին, որ գնալով այս զարգացող տեխնոլոգիաների, մնացած երևույթների հետ, հա, ժամանակակից երեխաների, պատանիների հետաքրությունների, կարելի ասել գլոբալ փոփոխությունների հետ, ըստ ամենայնի դու բերել ես մի աշխարհ այդ պատմվածքում, այդ նամականիշների ֆենոմենը, որը անհետացող, հա, մեզնից փախչող աշխարհ է։ Ու այստեղ մի հետաքրքիր բան որսացի պատմվածքում, այն գիրքը, հետաքրությունը քո հերոսի պատանի ամենասկզբում նամականիշների հանդեպ, հետո դրա ավելի առարկայացված կտորը արդեն ուսուցչի կերպարով, ըստ ամենայնի մի զգացողություն է, մի հետաքրություն է, որը էլ չի լինի աշխարհում։ Մենք պատմվածքում հապե շատ անհետացող բաների հետ գործ ունենք, հա, նույնիսկ եթե պատմվածքի ֆինալը նայենք, հա, ըստ ամենայնի հերոսը պարգևատրվում է, հա, այդ ալբոմների նվերով հետմահու, հա, ուսուցչի կողմից ըստ ամենայնի նրա համար, որ դրսևորել է էլի ըստ ամենին անհետացող վարքագիծ։ Գրականության թեմայով նամականիշների իմ հավաքածուն ուրեմն սկսվում է անտիկ շրջանի գրականությունից եւ դիցաբանությունից։ Իմ ալբոմի առաջին իսկ էջը բացվում է հին հունական եւ հռոմեական դիցաբանության եւ գրականության հերոսներով։ Ահա։
Երկրորդ էջից սկսված ներկայացված են հին եւ հռոմեացի մտածողներն ու գրողները եւ էպոսները, ահա հին հունական էպոսին Իլիականին նվիրված նամականիշները, ահա Վերգիլիուսին նվիրված նամականիշներ, այնուհետև այստեղ ներկայացված են այլ ժողովուրդների էպոսները, Մանասը, Կիրգիզական, այստեղ ուրեմն Նիբելունգների երգը, հին նամականիշ է, հին նամականիշների շարք է, ուրեմն այստեղ պարսկական շահնամեն, վրացական ասկ ընձենավորի մասին Շոթ Արուսթավելի, այստեղ Լուիզ Վաշ դե Կամոենս, այստեղ մեր հայկական սասնածռեր էպոսին նվիրված նամականիշը, Կալևալա եւ այլն։ Մյուս էջում ներկայացված է Դանթեն, մի ամբողջ էջ Դանթեին նվիրված նամականիշներ են, տարբեր երկրների կողմից թողարկված։ Այս էջում էլ է ներկայացված Դանթեն եւ վերածննդի մյուս նշանավոր գրողներին նվիրված նամականիշներ, Բոկաչո, Պետրարկա, Լյուդովիկո Արիոստո, Վոլֆրամ ֆոն Էշենբախ, Սնորի Ստուրլուսոն։ Մյուս էջում ներկայացված է 1001 գիշերվա թեմայով արված պատկերազարդումներ, նամականիշներ, ահա, այս ամբողջը 1001 գիշերվան է նվիրված։ Եվ դրան հաջորդում է ուրեմն չինական թեմայով, չինական գրականության նամականիշները, հիմնականում չինական գրականության հայտնի 4 գլխավոր վեպերին նվիրված նամականիշներն եմ հավաքել։ Ահա։ Ցաո Սուեցինի երաս կարմիր տաճարում վեպին նվիրված նամականիշները, ահա կերպարները այդ վեպի առանձին, ահա դրվագներ այդ վեպից, Պուսունլինին նվիրված հայտնի նովելագիր է նամականիշներ, արևելյան հեքիաթներին նվիրված նամականիշներ եւ ճապոնական նամականիշներ։ Ահա այստեղ առանձին երկու էջով ներկայացված է Սերվանտեսը եւ Դոն Կիխոտը։ Ահա խնդրեմ։ Սրանք մի փոքր այսպես գրոտեսկային նամականիշներ են Սերվանտեսի Դոն Կիխոտին նվիրված։ Եվ դարձյալ Սերվանտեսը եւ ապա Կուբայի թողարկած Սերվանտեսն ու Շեքսպիրը միասին, որից հետո ուրեմն հաջորդում է Շեքսպիրին նվիրված էջը։ Ահա խնդրեմ, Շեքսպիրին նվիրված նամականիշներ, առանձին մեջբերումներ, թևավոր խոսքեր Շեքսպիրից, այսպես պրեզենտացիոն փաթեթով, պահել եմ այդպես եմ պահել իմ ալբոմի մեջ։ Այստեղ ներկայացված է ուրեմն ներկայացված են 3 հեղինակ, Դանիել Դեֆոն, Ռոբինզոն Կրուզոն, ուրեմն Ռաբլեն եւ Սվիֆտը, Ջոնաթան Սվիֆտը։ Եթե գանք գլոբալ պատմվածքի դետալների, որոնք պատտվում են հավաքելու շուրջ, որտեղ պատմվածքը հավաքելու կրքի մասին է։
հա, ու եթե դետալներով նայենք, խնդիրը այստեղ մենակ նամականիշները չեն, որտեղ մենք հետո հոգեբանորեն տեսնում ենք, որ ըստ ամենայնի, երբ որ տղան գնում է ուսուցչի մոտ եւ նայում է նամականիշները, ինքը ոչ միայն այդ նամականիշների ընդհանրությանն է ծանոթանում, այլ ինքը իր հերթին սկսում է հեղինակներ հավաքել, օրինակ համաշխարհային գրականության հեղինակներ է սկսում հավաքել իր գիտակցության մեջ, այնուհետև սկսում է ժամանակներ հավաքել, այնուհետև սկսում է կոնկրետ գրքերի վերնագրեր հավաքել, հա, եթե ուշադիր նայենք, այնտեղ մի նուրբ ակնարկել կա, հա, կնոջ մասին, որ նա ուներ գլխարկների հավաքածու, հա, որտեղ տես, այո, տես, որը իր հերթին դետալիզացում է նրան, որ ինքը ամեն անգամ տարբեր գլխարկներով էր դուրս գալի, որովհետև ինքն էլ ուներ տղամարդկանց հավաքածու, հա, տես, երբ որ պատմվածքը արտաքին շերտի վրա ենք կարդում, մեզ թվում է, թե դա պարզապես նամականիշների եւ դրա շուրջ տատված սիրո, կրքի եւ այլ հատկանիշների մասինն է, բայց ցանկացած դետալ, որ պատմվածքի ուշադիր նայենք, ըստ ամենայնի այդ պատմվածքում բոլորը հավաքորդներ են։ Հավաքորդները դա ինչ որտեղ երևի խառնված կա։ Հատկանիշ է, ինչ որտեղ այդքան էական չի, թե ինչ է հավաքում։ Երբ դա ըստ էության գործ ունի մարդու տեսակի հետ կապ ունի, ենթագիտակցական շերտերի հետ կապ ունի, ինչպես ասի դու ինքդ հավաքորդ ես, դե գեղարվեստական արվեստին վերաբերող գրքեր ես հետջետը իմ դարակաշարը լցվում էր, ինչպես տեսնում եք արվեստին վերաբերող գրքերի պակաս չկա, ինչ վերաբերում է նամականիշներին, ապա այդ վարակը, ապա քեզանից վարակվեցի հրաժ, այստեղ թաքցնելու ոչինչ չկա, երբ որ դու ինձ այդպես խանդավառությամբ ցույց էր տալիս քո հավաքածուն, գրողներին վերաբերող գրականությանը վերաբերող եւ կարծեմ 1-2 նամականիշ էլ դու ինձ նվիրեցիր արվեստին վերաբերող, կարծեմ մեկ Ռաֆայելին մեջ առաջացավ նույնպես մոտ, իսկ ինչի չփորձել, ասեմ, Ռաֆայելին վերաբերող նկարները, Ռաֆայելին վերաբերող կենսագրությանը, կյանքին վերաբերող նամականիշներ չունենալ առանձին ալբոմում եւ քանի որ ես նույնպես այս ասպարեզում դիլետանտ եմ եւ չեմ կարող ինձ համարել ֆիլատելիստ, ապա մտածում եմ միամտորեն, որ գուցե հնարավորին Ռաֆայելի բոլոր նկարները պես ունենալ մի ալբոմի մեջ նամականիշները, չէի պատկերացնում, որ դա իրականում շատ բարդ ինչ որտեղ անհնար գործ է, որովհետեւ X նամականիշների էությունը չէի հասկանում, չէի գիտակցում եւ այդպես կարծեմ հենց առաջին նամականիշը, որ ձեռք բերեցի, դա ինձ աթենական դպրոցին վերաբերող նամականիշներ, այստեղ այստեղ Ռաֆայելի 500-ամյակին է, ծննդյան 500-ամյակին է նվիրված նամականիշը, նույնիսկ ինձ համար էական չէ, որ իր կնիկ կար, ես չգիտեի, որ կնիկի առկայությունը մարված է, բայց ինձ կե դետալը այն ժամանակ ծանոթ չէր։ Այստեղ ներկայացված է առանձին էջով Վիկտոր Հյուգոն, Հյուգոին նվիրված նամականիշներ են, ահա, թշվառներին նվիրված նամականիշ, տարբեր վեպերին նվիրված նամականիշների շարք։ Առանձին դրանից հետո հաջորդում է ուրեմն Դիկենսին նվիրված նամականիշների էջը, ահա, Դիկենսի կերպարը, Դիկենսյան հերոսները, պատկերազարդումներ Դիկենսի վեպերից եւ իմ ամենասիրած էջերից մեկը Ալիսը հրաշքների աշխարհում եւ նորից շատ գեղեցիկ են Ալիսը հրաշքների աշխարհում Քերոլին նվիրված նամականիշները, առանձին էջ նվիրված անգլիացի 19-րդ դարի նշանավոր գրողներին, Քիթսին, Որdsվորթին, այստեղ առանձին էջով ներկայացված են Մելվիլը, Հերման Մելվիլը եւ Ռոբերտ Լուիս Ստիվենսոնը։ Եվ այստեղ կա ուրեմն առաջին օրվա ծրար, Մոբի Դիկին նվիրված, անպայման նամականիշ հավաքողները հավաքում են նաեւ առաջին օրվա ծրարներ, տեսեք ինչ գեղեցիկ ծրար է։ Եվ այստեղ սկսվում է ուրեմն անգլիացի 19-րդ դարի կին գրողների նվիրված նամականիշների էջը, խնդրեմ Ջեյն Օստին,
դեպերից արված պատկերազարդումներ, Ջեյների պատկերազարդումները։ Սա օրինակ շատ հազվագյուտ հանդիպող ուղղություն է, երբ որ պատկերվում է առանձին գրողի կյանքի կենսագրության տարբեր դրվագները ներկայացնող նամականիշներ։ Սա օրինակ Ջորջ Էլիոթի կյանքը ներկայացնող նամականիշներ են, այսպիսի նամականիշներ գրականության թեմայով սակավադեպ են լինում։ Ջոյս, Ուլիսի հրատարակության 100-ամյակին նվիրված առանձին նամականիշ, Ժան Ժիրոնը, որ իմ կարծիքով 20-րդ դարի ամենամեծ գրողներից է, Կաֆկա, Մարսել Պրուստ, Բորխես, Կորտասար, Բորխես, Գոմբրովիչ, Օնետի, Կամյու, Անդրե Ժիդ, առանձին էջ են որոշել հատկացնել Նոբելյան դափնեկիրներին, եւ ես ունեմ ահա այս նամականիշների նաեւ բացիկները։ Խնդրեմ, այս 5 նամականիշները այսպես թողարկվել են նաեւ բացիկներով, որտեղ մենք ինչպես տեսնում ենք նամականիշն է փակցված աճանկյունում եւ նամականիշում պատկերված նկարը առանձին մեծացված բացիկի մեջ։ Եվ փաստորեն իմ նամականիշների հավաքածուն սկսում է գրականության պատմության ամենավաղ շրջանից դիցաբանական հերոսներով եւ ավարտվում է կոմիքսների հերոսներով։ Սա կարելի ասել գրականության պատկերազարդ պատմություն է իմ նամականիշների հավաքածուն ըստ էության։ Ուսուցիչս լուր թերթեց փոստային նամականիշների իմ ալբոմն ու փոխանցեց կնոջը, որ տուփից մի կոնֆետ հանեց ու մեկնեց ինձ։ Սպասիր, կանխեց ուսուցիչս, կոնֆետդ հետո կուտես, ու դեպի գրքերից ճկված դարակներով պահարանն ուղղվեց։ Դու գիտես, հարցրեց, որն է հավաքչության իմաստը։ Ոչ, ասացի, լսելով ինչպես են ճռճռում կոնֆետների թղթերն ու տեսա, թե ինչպես են երկու մեծ գլխով տղա ըմբոշխնում դրանք։ Ճիշտ է, ամեն մի նամականիշ ընդարձակում է այս կամ այն թեմայի վերաբերյալ մեր գիտելիքները, բայց որոշ ֆիլատելիստներ թյուր կարծիքի են, թե հավաքչությամբ մարդն իրեն հետաքրքրող թեմայի վերաբերյալ գիտելիքներ է հավաքում միայն։ Անհնար է ամեն ինչ իմանալ եւ անհնար է ամեն ինչ հավաքել։ Աշխարհում անթիվ անհամար նամականիշներ են թողարկվել, ասաց ուսուցիչս։ Հավաքորդը չի կարող ընդգրկել այդ անսահմանությունը։ Աստվածարարում է անսահմանությունը, իսկ հավաքորդն այս կամ այն թեման ընտրելով փորձում կարգ մտցնել անսահմանության մեջ։ Հրաչյա Սարիբեկյան, Թիթեռներ փոստային նամականիշների վրա։